Հայաստանի Հանրապետական կուսակցության և պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։ Ընդդիմադիրները ծրագրում են առաջիկայում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պրոցես սկսել։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Մինչ այս պահը շրջանառվում են լուրեր, որ Հանրապետականի թեկնածուն կարող է լինել Արթուր Վանեցյանը կամ Արմեն Աշոտյանը։ Քաղաքացիական պայմանագրից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էլ վարչապետի իրենց թեկնածուն ունեն՝ Էդմոն Մարուքյանը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ընդդիմադիրները ձախողելու են, եւ խնդիրը միայն այն չէ, որ պակասող 8 падգամավորի ստորագրության մասով կուլիսային բանակցությունները օգուտ չեն տալու։ Փաշինյանին իմպիչմենտով հեռացնելն իրատեսական չէ։ Նա վերահսկում է իր падգամավորներին եւ կուլիսային խաղերը նրա թիկունքում քիչ հավանական են։ Բացի սա, էական է այն, թե ովքեր են փորձում փոխարինել Փաշինյանին, առաջադրված թեկնածուները չունեն հանրային աջակցություն։ Ավելին, նրանց մասով կան բավականին հակասական ընկալումներ։ Ցավոք Հանրապետականը 2018-ից հետո այդպես էլ չկարողացավ իրական սերնդափոխություն անել։ Առաջ մղել նոր լիդերական հատկանիշներով եւ գաղափարական լուրջ հիմք ունեցող անձանց, որոնք չեն ասոցացվի նախկին համակարգի հետ։ Ամեն անգամ խաղադրույքը կատարվում է նույն անձանց վրա, որոնց պատմությունն ի սկզբանե հայտնի է։ Փորձեք հիշել սա։